պետք է մեր ավագ սերնդին ապահովենք անվճար բժշկական օգնությամբ։ Սա շատ ամենակարևորը։ Օրինակ ես առաջնային խորհրդատվությունները միշտ որ 65-ից բարձր 70 տարեկան մարդիկ են գալու, գրեթե միշտ անվճար եմ անում։ Բժիշկ Դավիթ հիմա լսելու են գան, բայց թող գան։ Ես մեծ սիրով բոլորին կընդունեմ խորհրդատվությունները այդ տարիքային սեգմենտի համար անվճար են, որովհետև այդ տարիքային սեգմենտը Հայաստանում չի ստանում բարձր թոշակ, եկեք ճիշտը խոսանք։ Խորհրդային սերունդն է, ապահովագրություն չունի, խորհրդային սերունդն է, որը չի ունեցել ոնց որ ես օրինակ ես ավելի բարձր թոշակ եմ ստանալ, որովհետև ես ունեմ կൂട്ടակային ֆոնդից, իրանք կൂട്ടակային ֆոնդ չեն ունեցել, պետությունը ապահովել, եկել է մի հատ կետի, երբ որ հնարավոր չի լինի այդ ապահովությունը, դրա համար փորձում ենք ամենախոցելի խավն են այս առումով։ Ես տատի պապիներին շատ եմ սիրում, իրենց հետ աշխատելը մեծագույն հաճույք է, միշտ թող ամենան մենք իրենց սիրով կընդունենք։ Ամենակարևոր խնդիրը, որը ես եմ լուծում տարիքով տղամարդկանց մոտ, սրանից խոսանք ու անցնենք առաջ։ Դա շագանակագեղձի ադենոմայի խնդիրներն են։ Այստեղ որ ասեցիք բարդություն ինչ կարող լինի, ադենոման ինչ է։ Մեր միզապարկն է, շագանակագեղձն է, միզուկը սենց անցնում, այստեղ կան 100 ուրետրալ գեղձեր։ Իրանք մեծանում են, չեն թողնում, որպեսզի մեզը նորմալ դատարկվի միզապարկից։ Տղամարդը ունի անընդհատ միզելու ցանկություն։ Նապորը թուլացել է, ինքը տենց է նշում, միզելուց հետո նորից միզելու ցանկություն ունի ու անընդհատ հաճախամիզություն կա։ Այստեղ լուծումը ոսկե ստանդարտը դա տրանսուրետրալ վիրահատություններն են։ Ամենամոկլեացիան, որը հիմա գնում է աշխարհում դեպի ոսկե ստանդարտ կամ շտագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան։ Մաքրում ենք այդ գեղձը ու վերջ։ Միզարձակումը կարգավորվում է, ինչ խնդիրներից է կարա բերի։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ կարանք ունենանք։ Մեզ երբ որ նորմալ դուշ չի գալիս, հետա գնում դեպի երիկամներ։ Մենք ունենում ենք հիդրոնեֆրոզ, որը գնում է դեպի երիկամային անբավարարություն։ Իր բառ նշաններից մեկը մեր տատի պապիները շատ են, ազոտը հելավ, ազոտը հելավ։ Բայց դա այդ արդեն վերջին փուլներ կարելի է դա։ Դե արդեն հա, կարելի է կանխարգել։ Հետո քրոնիկ միզակապություն, այստեղ ասեցիք ինչ գանգատների դեպքում։ Երբ որ տղամարդը միզել է ուզում ու չի կարողանում միզի, այսինքն վազել գնալ հիվանդանոց սիմպտոմներից է։ Մենք այդպես շատ խառը խոսացինք, բայց ինձ թվում է հասկանալի ամեն ինչ։ Երբ որ տղամարդ ուզում է միզի ու չի կարողանում, սա վազել գնալ հիվանդանոց, որտեվ դա կարա սուր միզակապության կամ քրոնիկ միզակապության սրացման մասին խոսա։ Այս ամեն ինչը կարա կյանքի որակի մնա, սրտային անբավարարություն, զարգերակային հիպերտենզիա եւ նմանատիպ խնդիրների։ Կանխարգելումից խոսանք։ Միզապարկի քաղցկեղի համար մեկ մեղավորը ով է։ Դուք ասեք։ Ով է։ Թե ինչ պետք է լինի։ Ծխելը։ Չի պատկերացնի։ Բոլորին ամեն ինչ մեղավոր կամարի ծխելը չէ։ Հա, չէ, շատ անմեղ երևույթ է ծխելը։ Բոլոր տեսակի ծխախոտները, սիգարետա, վեյփերն եւ մնացած բոլոր տաքացման համակարգերն, որ օգտագործվում են, թունավոր նյութեր են պարունակում։ Մեր օրգանիզմը ո՞նց է անում այդ թունավոր նյութերը։ Մեզով, կղանքով, մաշկով, լյարդով եւ մնացածը։ Դե պատկերացրեք, դուք ծխեցիք, թունավոր նյութը գնաց, ձեր մեզով պետքա դուրս գա, դուք էլ մի 3-4 ժամ չեք միզում։ Թունավոր նյութով մեզը վնասում է ձեր միզապարկի պատը։ 1 տարի, 2 տարի, 3 տարի փոքր ուռուցք մեծ եւ այսպես գնում է։ Ես չեմ տեսել տղամարդ իմ կյանքում, ով չի ծխել ու ունեցել է միզապարկի ուռուցք։ Բայց տեսել եմ բազմաթիվ տղամարդկանց, ովքեր ծխել են ու ունեն միզապարկի ուռուցք։ Ես տեսել եմ կանանց, որ չեն ծխել ու ունեն միզապարկի ուռուցք, բայց ունեցել են ամուսին, որդի, եղբայր, ովքեր այո, պարավոզ ոնց կլինի հայերեն, շոկեքարշի պես պասիվ ծխող են եղել։ Ու իրանց համար դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև թունավոր նյութը արտանետվեց, դե թոքերի ֆիլտրման համակարգն է չաշխատեց։ Ձեր ու ձեր սիրելիների համար մի ծխեք։ Ակտիվ քայլքը, ալկոհոլի չարաշահման սահմանափակումը։ Մենք տատիներ, հա, չարաշահման սահմանը։ Մենք ունենք տատիներ, պապիներ, որ պապիներ մանավանդ, ես թթի արաղ եմ քաշում, տարին այտենց օրը կես լիտր խմում եմ, բայց այդտեղ մենք նույն միզապարկե սխեմայով կարանք նորից ունենանք որոշակի հիվանդություններ։ Սիրելիներս, շաքարային դիաբետի մենեջմենթը։ Երբ որ շաքարային դիաբետ ունեն մեր երիտասարդները, հոյակապ մենեջմենտ են անում։ Երիտասարդները պատճեր են կպցնում իրանց թևերին, սմարթֆոնի մեջ ունեն իրենց շաքարի մոնիտորինգ, այսինքն պատճի իրանց միանգամից բան է ուղարկում, վայ, քո շաքարը հենց այսպես 6 ու քանիսա, հետո հացկերով ու 10-ը, մի հատ կարող է ինսուլին սրսկվես կամ քո դեղը կիսատես խմել։ Տարիքով մարդկանց երբ որ ասում ես դիետա պահում եք, դե ինչ դիետա։ Այսինքն ով չունի շաքար, ով չունի շաքար եւ այլն։ Բայց սեռական թուլության համար մեկ պատճառը, այդ սեռական թուլությունից խոսանք 60+ տարիքում դա դիաբետն է։
Մանր անոթները, մանր նյարդերը առաջինը վնասվում են հենց դիաբետի ժամանակ։ Այսինքն, երբ որ տղամարդը ինձ այդ տարիքում դիմում է սեռական թուլությամբ, առաջի բանը որ ստուգում գլյուկոզան ու կես դեպքերում շաքար է հայտնաբերվում կամ ինսուլինա ռեզիստենտություն։ Թե միզային համակարգի վրա, թե սեռական համակարգի վրա կանխարգելված, մոնիտորինգի չենթարկվող շաքարը շատ լուրջ ազդեցություններ է թողում։ Կանանց դեպքում էլ կանխարգել ենք ու հաղորդումը փակենք։ Ջուր շատ խմեք, սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ։ Ձեր քաշը վերցնեք, օրինակ դուք կշռում եք 100 կիլո, ամեն կիլոգրամի 30 մլ ջուր է պետք օրվա մեջ։ 100 կիլոնոց մարդը պետք է խմի 3 լիտր ջուր։ Բայց հաշվի առնենք մի բան, եթե դուք ունեք սրտային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, որ այս տարիքում շատ է հանդիպում, սա արդեն ձեր սրտաբանի հետ պետք է քննարկեք։ Սա առողջ նորմալ մարդու համար ասված երևույթներն են։ Սիրելի տարիքով մարդկանց խորհուրդ եմ տալիս երկու բան իրանց համար՝ սկանդինավյան քայլք, այն սիրուն փետերով քայլքը, որպեսզի ունենան առողջ մարմին, իրանց հավատացեք շաքարի թվերը շատ ուժեղ քիչն են սկանդինավյան քայլքից։ Օրը երկու անգամ իրանց զարկերակային ճնշումը չափեն ու իրանց թորնիկներին շուշուտ տենան։ Այդքան բան։ Հա, դա էլ է բալասան։ Ամեն ինչ։ Շնորհակալ եմ ճիշտ մի շնչով ամեն ինչ շատ ես կարծում եմ որ այս թեմային մենք էլի անդրադառնալու ենք, թող լսեն, թող մարսեն, հարցեր գրեն։ Շագանակագեղձի քաղցկեղը ինքը դանդաղ զարգացող քաղցկեղ է։ Մենք ունենք փուլեր, որ ընդհանրապես չենք բուժում հիվանդին։ Այսինքն դա նախնական փուլեր ունենք, որ Հայաստանում մենք բուժում ենք, որովհետև մեր հայ պացիենտների գնահատականը ինքնագնահատականը չէ, ինքնասիրելու, այսինքն մարդը կարող ունենա իր երեխան ունենա խնդրեմ, ինքը իրան ուրանա։ Մեր հայ ազգի բնորոշ երևույթ է։ Մենք այդ ամեն ինչը հաշվի առնելով այդ մարդկանց չենք կարողանում թողնել առանց բուժման։ Որտեվ Եվրոպայրոլոգիան ասոցիացիան ասում է կան փուլեր, որ նախնական, որ կարող է այնքան դանդաղ զարգանա ուռուցքը, որ մարդը լրիվ համընկնի կյանքի վերջի հետ ու պետք չի իրան տանել դեպի բուժման։ Այդտեղ նաև հաշվի առնում ապահովագրական ծախսերը, որ արվում է եվրոպական երկրներում, որոնք ցանկանում են կրճատեն։ Բայց եթե մենք ունենք արդեն զապուշին ֆորմա, հա, կներեք ոնց ասեմ, բարձի թողի վիճակ, Օֆելիա ջան, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մետաստազներ ենք ունենում տարբեր օրգան համակարգում ու ցավալին է որ մենք մետաստազներ ենք ունենում ոսկրերում։ Ոսկրերը դառնում են փխրուն, կոտրվող, անընդհատ կոտրվածներ, ծանր ցավեր եւ այլն։ Աշխարհում գրեթե մենք չենք ունենում նմանատիպ հանդիպող երևույթներ, Հայաստանում ցավոք սրտի ունենում ենք։ Ընդամենը պետքա ընդամենը 5000 դրամանոց, որ հուսամ հունվարից կդառնա ավճար, այդ 3-ից 5000 դրամանոց անալիզը հանձնում են։ Գումարը չէ, էլի հարցը մշակույթի հարցն է ու ոլորտը, այդ որ շատ ամոթով ենք, շատ ամոթով ենք։ Գումար չունենք, ասում եմ ինչ ես ծխում, ասում եմ ասենք էս ինչ սիգարետը ու դու հաշվարկում ես որ ընդամենը 5 տուփի գնով ինքը կարող է այդ անալիզը հանձնել, այսինքն սիգարետի գումար կա, բայց տարյան քննության գումար չկա։ Մշակույթի հարցն է ու այդ ամաչելը ու հենց այս համակարգերի մասով էլ իսկ